հայ-ադրբեջանական սահմանին կան ուժեր։ Կային ռուսական օպերատիվ խմբեր։ Սկզբից Ադրբեջանի պահանջով բնականաբար ռուսական օպերատիվ խմբերը Հայաստանի կողմից հանվեցին։ Հայաստանը հանել տվեց այդ օպերատիվ խմբերը գնացին։ Օպերատիվ խմբերից վերջացրեցին։ Հետո դե տպավորություններ, որ всё ռուսներից բրծանք, հիմա եվրոպացի կատեն, եվրոպացիք են այդտեղ բան տենց, եվրոպական ջպերով, կապույտ դրոշներով, աստղերով դրանց վրա բան, մեկ էլ ասեցին, բայց պետք է իրանք էլ դուրս գան։ Ոնց, բայց իրանք եվրոպացիներ են։ Իրանք լավ մարդիկ են, ոնց իրանք էլ դուրս գան։ Բա տենց պետք է իրանք էլ դուրս գան, բայց մենք ասում ենք իրանք զինվորականներ չեն, կապ չունի, ուժեր են։ Հետո այսօր Ալիևն ասում է ռազվեդչիկներ են, դրանք հերադիտակով մեզ նայում են։ Դրանք ասում է հերադիտակով մեզ նայում, դուք հասկանում եք այդ ինչա։ Հանեք այդից։ Հայաստանը ասում է հարց չկա, կհանենք։ Բայց մինչև որ ասել է հարց չկա, կհանենք, ինչա տեղի ունեցել։ Հայաստանը հայտարարում, Հայաստանի նարատիվներն եմ ասում, օրինակներ են բերում, ասում եմ, մի հատ մակարդակի վրա բան են ասում, հետո բերեմ էստե, հետո բերեմ էստե, հետո բերեմ էստե, հետո բերեմ էստե, հետո տեմես չկա։ Ոչ թե ցածր, այլ չկա։ Չկա, всё։ Հիմա ասեցին, այդ ուժերը բան արեք, հանեք, Հայաստանը ասեց, որ մենք կհանենք նրանց սինխրոն դելիմիտացիայի հետ, այսինքն սահմանը կդելիմիտացվի, որտեղից կդելիմիտացվի, մենք ընդդեղից կհանենք եվրոպացիներին։ Նրանք ասեցին, չէ, պետք է բոլոր տեղից անենք։ Մենք իրենք ասեցին, չէ, որտեղ ու տենց ասում են, մեկ հայկական կողմը ասում է համաձայն ենք։ Այսօր ենք իմացել Բայրամովից։ Ասենք Բայրամովը մեր հարկերով չի աշխատավարձ ստանում, Ադրբեջանի հարկերով ստանում, բայց ինքն է մեզ ասել։ Հետո ինչա տեղի ունենում Ժողովուրդ ջան։ Հետո հաջորդ թեզնա գալիս առաջ։ Տեսա ես Facebook-ում Սոսի Թաթիկյանը գրել է իր պատի վրա, որ սա ժողովուրդը մի վայնասուն է կապել, նեղված է մեր ժողովուրդը, սխալ են մերոնք մեկնաբանում, ոնց կարելի է քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեկնաբանել որպես ուժ, ՆԱՏՕ-ի ուժ են խի դրանք համարվում։ Ինչի պետք է դուրս գան, չի եք համաձայնվում Ադրբեջանի այդ նարատիվի հետ։ Հետաքրքիր վրդովմունք է շատ հարգարժան մարդու կողմից, փորձագետի, բայց ուզում եմ ասել հետևյալը։ Այսինքն Սոսի Թաթիկյանը կամ որևէ մեկը շատ հարգարժան։ Կասկածում է, որ նրանք նկատի ունեն այդ դիտորդական խմբին, ու կասկածում է, որ հայկական կողմը հենց այդ խմբին նկատի ունենալով հրաժարվել, թե ասենք ում ենք ուզում, ինչի տեղ դնենք։ Դες կասկած կա ուրիշ։ Հենց իրանց նկատի ունեն, հենց իրանք է պետքա դուրս գան, երբ որ այդ փաստաթուղթը ստորագրվի։ Ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքին։ Մենք ասել ենք դելիմիտացիան կանենք, նոր դուրս կգան։ Հիմա համաձայնվել են փաստաթղթի ստորագրումից հետո դուրս կգան։ Հիմա փաստաթուղթը ստորագրվեց, դելիմիտացիա չկա։ Դելիմիտացիան իրանք ասում են երկար process է, դուք դեռ պետք է շատ երկար քարտեզների sense մանր կտորներ կան, մանր նայում ենք, նես չի որ չենք կարա բան անենք, շատ դժվար է եւ դա դեռ երկար կտևի։ Այսինքն դուրս է գալիս, որ պայմանագրի ստորագրումից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանից նաեւ դուրս կգան եվրոպական դիտորդները, բայց իմ խնդրեմը եվրոպական դիտորդները չի։ Իմ խնդրեմն այն է, որ սուվերեն ինքնիշխան երկիր է Հայաստանի Հանրապետությունը, որը գիշեցեք սուվերենության թմբուկը վերից դմ սուվերեն ենք, ինքնիշխան բան, ընդունում է Շնամի երկրի պահանջը, որ ինքն իր տարածքում չի կարա, երրորդ ուժ բերի այդ տարածք, որևէ տարածք, որը Ադրբեջանի սահմանին մոտ է։ Սա աննախադեպ խայտառակ պրակտիկա է, եւ այս պրակտիկան, այս նախադեպը Հայաստանի համար ունենալու է ջախջախիչ բնույթ։ Որն է այդ։ Եվ որ մենք սան համաձայնենք ստորագրենք այդ փաստաթուղթը։ Հաջորդը Թուրքիան է ասելու, որ Հայաստան-Թուրքիա սահմանից պետքա դուրս բերեք երրորդ ուժերին։ Որն է երրորդ ուժերը։ Ռուսական սահմանապահ զորախումբը, ռազմական բազան։ Ինչի են ասելու պետքա դուրս բերեք։ Որ երբ ուզենան ինչ որ աբեկշական խմբեր մտնեն Հայաստան, ասեն մենք կապ չունենք, չգիտենք ովքեր են։ Ինչ իմանանք ովքեր են։ Այս սիրելի հայեր։ Դրա համար, այսինքն դուք ոչ թե դարդար եք եվրոպացի դիտորդների գնալու համար։ Դե եվրոպացի դիտորդների կանոնակարգում գրած է, մի հատ կրակոց եղավ, հարցակում եղավ, էվակուացիա են իրենց անում։ Դուք դարդար եք նրա համար, որ Հայաստանի Հանրապետություն, որպես պետություն, սենց ամբողջ իր ապագայի ընթացքում պարտավորված է լինելու որևէ երրորդ ուժ չներգրավի իր տարածքում։ Մյուս խաբկանքը, որ բայց դա փոխադարձ է։ Ադրբեջանն էլ իրավունք չունի։ Շատ լավ։ Իսկ Ադրբեջանը ինչ երրորդ ուժ է բերել այդ սահմանի վրա, որ այդ բանակ չունի Ադրբեջանը երրորդ ուժ է բերել։ Ադրբեջանն ինչ խնդիր ունի։
Կամ Ադրբեջանի բանակի մեջ որ թուրքական բանակը ներծծված է, դուք տարբերելու եք ասեք այդ ում եք բերել, կամ այդ որ հարցով եք դուք Ադրբեջանին ասել ինչ է կարել, որ ուրիշ բերի ու ասեք ուր ես ուրիշ բերել։ Որ հետեաբար այս հոդվածի կործանարարության մակարդակը նրանում է, սիրելի հայրենակիցներ, որ ոչ թե հիմա եվրոպական դիտորդները կգնան, հիմա չեն գնա, դեռ փաստաթուղթ ստորագրված չի։ Այլև որ ստորագրվի դա կդառնա նախադեպ, մենք էլ չենք կարող կանգնենք, ասենք սուվերեն երկիր ենք, մենք ենք որոշում մեր տարածքում ով կանգնի եւ ով չկանգնի։ Մենք այնքան սուվերեն ենք, որ որտեղ ռուսներին ասում ենք դուս եք, դուս են գալիս։ Մենք ենք իշխան երկիր ենք։ Որտեղ ասում ենք դեռ մնացեք, մնում են։ Բայց Ադրբեջանն ասում է, ես ասում եմ, որ չպետք է լինի այստեղ ուժեր, եվրոպական, ինչական ուզում է լինի, հավաքվեք, գնացեք այստեղից ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է։ Դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության ոտնահարում է, ինչի որ սահմանությունը նշանակում է մենք ինքնիշխան երկիր ենք։ Իսկ ինքնիշխանությունը բանը սրանն անկֆու անելով չի էլի ինքնիշխանությունը, որոշումներ կայացնելու մասին ինքնիշխանությունը, որ դուք ու տարածքում կարող ես որոշել եւ կատարել գործողություններ։ Հիմա գամ մյուս ամենաչարչրկված թեմային։ Բա հայբուդուր բանա միջազգային դատարաններից Հայաստանը գործերը հետ ավերցնում։ Ծերի հայրենակիցներ ամենայն հարգանքով բոլոր իրավաբանների նկատմամբ, ովքեր այդ գործերի վրա աշխատել են։ Այդ թվում Երիշե Կիրակոսյանի։ Ոնց որ նորություն չի, չէ՞ որ ես էլ եմ իրավաբան։ Ուզում եմ ասել հետեւյալը։ Հայաստանի Հանրապետության խնդրեմը ոչ թե այնա, որ այս գործերից կհրաժարվի, բնականաբար դա էլ է խնդրեմ։ Այլ մեծագույն խնդրեմն է նա, որ դատի չի տալիս։ Այսինքն նրանք ոչ թե այս գործերից են վախենում, նրանք վախենում են նոր գործերից, որը մենք կարող ենք տալ, այն որ Հռոմի ստատուտը վավերացին, բերեցին, ասեցին Ժորժ ջան, սա Ալիևի համար ենք վավերացնում, բայց սուտ էին ասում, Ալիևի դեմ ոչ մի գործ չուղարկվեց, այդ դրա համար է այս արվում։ Թե չէ այն գործը, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, միջպետական գանգատ եթե կա, կլինի, ինչքան գիտեմ կա։ Դրանից հրաժարումը ես այդտեղ չեմ տեսնում մի եսի մետ ինչ։ Կամ այն գործը, որ միջազգային արդարադատության դատարանում։ Այդ միջազգային արդարադատության դատարանում Հայաստանը ցեղասպանության կոնվենցիայի համաձայն գործը հարուցի Ադրբեջանի դեմ, այդ երբ հարուցես չի իմացանք։ Հայաստանը նման գործը հարուցել, ոնց որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է հարուցել ընդդեմ Իսրայելի, որտեղ Թուրքիան երրորդ կողմա ներգրավել, Չինաստանը երրորդ կողմա ներգրավել եւ էլի երկրներ։ Այսինքն մեր խնդրեմը ոչ թե նա որ այս գործերից ենք հաջողում, մեր խնդրեմն է նա որ այս 2 տարի գոռում եմ, ասում եմ պետք է այս գործերը ներկայացնել, մենք չենք ներկայացրել։ Ու հիմա այս հրաժարումով էլ չենք կարող ներկայացնել։ Թե չէ այն եղած գործերից ամենայն անկեղծությամբ, ամենայն հարգանքով բոլոր նրանց նկատմամբ որ դրա գործ են արել։ Ես մեծ սպասելիքներ չունեի այդ գործերից։ Ես մեծ սպասելիքներ ունեի ճնշման գործի որպես Ադրբեջանի վրա օգտագործելու այն գործերից, որը կարող էինք ուղարկել, որը դեռ կարող ենք ուղարկել, քանի դեռ այս թուղթը չի ստորագրվել։ Ստեղ է խնդրեմը։ Այստեղ է, հիմա տեսակ որտեղ է խնդրեմը։ Ոչ թե վայ, վույ, անհատական գանգատները բոլորը կարող են շարունակել մնալ եվրոպական դատարանում, բոլոր գանգատները, դեպի այդտեղ խնդիր չունենք։ Տակը մնում է միջպետական գանգատ եւ Արտադրության միջազգային դատարանում այն եղած Լաչինի Միչանսկի ժամանակ այն միջանկյալ որոշումը կայացած այդ գործը։ Հասկացաք հիմա սիրելի հայրենակիցներ։ Կարևորն ու երկրորդ հականը տարբերակեցիք, թե չտարբերակեցիք։ Էսա իրավիճակը։ Մյուսը սահմանադրության հետ կապված։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ մեր սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի հարևան պետություններից եւ հետեւաբար սահմանությունը տարածքային պահանջներ չունենով հարևան պետություններից փոխելու կարիք չկա։ Հետեւաբար Ադրբեջանի նարատիվը, որ մենք ունենք տարածքային պահանջ Ադրբեջանից, չի համապատասխանում իրավական մակարդակում փաստաթղթային իրականությանը եւ հետեւաբար փոխելու բան չկա։ Եվ դա Հայաստանի նարատիվն է։ Դրա մասին խոսել է վարչապետը տարբեր տեղեր, մենք բոլորս բան։ Հիմա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որի մասին եթե սկզբում խոսեցի, չի ասում ագնն, որ մենք սահմանությունը փոխելու ձեր պահանջը կատարելու մտադրություն չունենք, չի ասում։ Եվ ըստ էության նաև եք հայտարարել, որ մեր սահմանությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Դուք դες բան լսել եք, ասենք վրացիք սահմանություն ունեն, մեր հետ կապ ունենա, լսել եք, տենց բան, հա? Կամ Իրանի Իսլամական Հանրապետությունը սահմանություն ունի, մեր հետ կապ ունենա։ Մեր սահմանությունը տարածաշրջանային նշանակություն է ունենալու։ Ես ես պաշտոնապես ուզում եմ իրազեկել։ Ես ունեմ վատագույն
զգացողություններ եւ կասկածներ, որ այդ պայմանը ընդունված է։ Հիմա այդ պայմանը ընդունված է, սիրելի հայրենակիցներ, սցենար ենք քննարկում։ Հայաստանն եթե ընդունում է օպտիկ նասանությունը փոխի, դնում է սանացությունը հարակվի, ժողովուրդը գնում է դեմակվերակում, չէ՞։ Դե դեմակվերակում չի ընդունվում, այդ դուս է գալի, որ Հայաստանը պաշտոնապես ընդունել է, որ տարածքային պահանջ ունի Ադրբեջանից։ Դրա համար ուզում է սանացությունը փոխի, ժողովուրդը դեմակվերակում Ալիևն ասում ախպեր է ժողովրդի նկատմամբ տարածքային պահանջ ունի։ Ես հարձակվում եմ իրանց վրա։ Այսինքն նենց մի հատ ցուկ ցվանգի մեջ է դնում մեր իշխանությունը մեզ։ Այս պայմանը ընդունելու, որ սա տակից ոչ մեկ չի կարող դուրս գա։ Ոնց դուրս գանք դրա տակից։ Ոնց։ Ինչ անենք որ դրա տակից դուրս գանք։ Մեկը կարա բացատրի ձևը։ Գնանք սաղ ժողովրդով ասենք այո։ Ես քարոզելու եմ որ դեմ քվեարկենք։ Ես վստահ եմ սաղ ժողովուրդն է դեմ քվեարկելու։ Չի ընդունվելու։ Ուզում եք շերտերեք ժողովանեն իրական Հայաստանի մասին մի հատ չգիտեմ ինչ պատմեն։ Չի լինելու։ Որտեւ ես հավատում եմ իմ սահմանադրական դատարանին։ Իմ սահմանադրական դատարանը թեկուզ եւ իշխանության պատվերով ասել է, որ մեր սահմանության մեջ պահանջ չկա ախպեր։ Ես խի պետք է Ալիևի ամեն ասած բանը անեմ։ Կարող ասի գնացեք իսլամ ընդունեք, գնանք շիա դառնանք, հետո ասի չէ սուննի պիտի դառնայիք։ Սխալ իսլամ եք ընդունել։ Կարող ամեն օր ինչ ասի, վեր կենակ գնանք անեք։